Գույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայ եղապողական տաշնակցության անդամ Հայաստան Տաշենքի ներկայացուցիչ Արձվիկ Մինասյան 3 մամլո արտազրույցի ընթացքին նկատել տվավ, որ 6-րդ օրը լալով սահմանադրական դատարանը կքննի քաղաքական 7 ուժերու թիմումները 7 հունիսի քվեարկության արդյունքները անվավերջանցնալու։ Մինասյան իր խոսքին մեջ ընդդիմության առանցքային բնդումները ամփոփեց եւ պաշտոնական վիճակագրական դվյալներ ներկայացուց նախընտրական շրջանին վարչական եւ պետական աղբյուրներու անխնա օգտագործման մասին։ Անընդգծեց, որ դեղի ունեցածը ոչ թե տասական ընտրություններ էին, այլ իշխող ուժի եւ քաղաքական մնացյալ միավորներու միջև անհավասար պայքար, որոնց ընթացքին ոտնագողվեցան քաղաքացիներու թե անհատական եւ թե հավաքական քաղաքական իրավունքները։ Մեր բոլոր փաստերուն առարգայական հագապաստարկները չտեսանք, ավելին նույնիսկ մեր բնդումները հաստատվեցան, նշեց Արձվիկ Մինասյան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 3 աշխատանքային այցելություն մգադարեց Ադրբեջան։ Օտագայանին մեջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ դիմավորեցին Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամով, Եվրոպական միության լայնումի հարցերու հանձնագետար Մարտակոս եւ այլ պաշտոնատարներ։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բաքու կատարած այցելության մասին իր գրառումին մեջ արձանագրեց. Եվրոպական միությունը հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ եւ լուսավոր ապակային կհավատա։ Մենք կփապակենք օգնել այս ապակային գերդումը։ Ես հոսեմ նաև Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև գործընկերությունը ավելի բարելավելու համար, արևդուրեն մինչև փոխադրամիջոցներ, ուժանյութեն մինչև տնտեսություն։ Իր գարկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամլո արսուլիսի ընթացքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև անդրադարձավ դարաշրջանին եւ դիտել տվավ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատված է։ Ալիևի համաձայն Ադրբեջան հարավային Կովկասի տարածաշրջանին մեջ Եվրոպական միության հիմնական արևդրական գործընկերն է։ Ալիև ավելցուց, որ համագործակցությունը ավելի ամրապնդելու եւ երկու կողմերուն չանկերով զայն նոր փուլ առաջնորդելու մեծ կարելիություններ կան։ Մենք մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ բարձր կքննադենք։ Այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահին եւ պատվիրակություններուն հետ մենք շատ լայն եւ բավական համաբարփակ օրակարգ քննարկեցինք։ Եվրոպական միությունը Ադրբեջանի հիմնական արևդրական գործընկերն է, շեշտեց Ալիև։ Հայտնենք, որ Ադրբեջանին յետ Ուրսուլա ֆոն դեր Լայեն պիտի այցելե Հայաստան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հերացանային զրույց ունեցավ Ռուսիա վարչապետ Միխայել Միշուստինի հետ։ Այս արդիվ հրապարակված հաղորդակցության մեջ նշված է. Հերացանային զրույցի ընթացքին քննարկվեցավ արևդրական, տնտեսական, գիտական, արհեստագիտական, մշակութային եւ մարդասիրական մարզերուն մեջ ռուս-հայաստանյան համագործակցությունը։ Զրույցը տեղի ունեցավ հայկական ապրանքներու ներածման համար Ռուսիո ճշտած սահմանափակումներու եւ Հայաստան-Ռուսիա լարվածության լույսին տակ։ Քանի ամիս է ի վեր Ռուսիա անդադար հայտարարել է, որ Երևան պետք է ընտրե, թե Եվրոասիական տնտեսական միության անդամ պիտի մնա, թե կպատրաստվի Եվրոպական միության միանալ։ Մեկ հուլիսին լրագրողներու հետ հանդիպումի ընթացքին Հայաստանի արտաքին գործոս փոխնախարար Մնացական Սաֆարյան հայտնեց, որ Թրամփի ուղին Եվրոասիական տնտեսական միության ղեկավարումներով պիտի ըլլա։ Եվրոասիական տնտեսական միության մաքսային ղեկավարումները մեր մաքսային մարմիններն են։ Այս բահուն Թրամփի ուղին Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև կնքված համաձայնագիրին մեջ է, ապակայի մասին շատ բաներ չեմ ուզել ասել, նշեց ան։ Ռուսիայի հետ միացյալ աշխատանքի կամ գարույցներ ստեղծելու հարց պիտի չծագի, հարցումին պատասխանելով Սաֆարյան նշեց, որ այս փուլին ոչ մեկ հարց պիտի տա։
Դե Կալիֆոռնիա Courier թերթի խմբակիր եւ հրադարագիչ Հարութ Սասունյան քրությամբ նկատել դված է, որ ազերբայջանցիներով Հայաստան բնագեցումը իրականացնելու համար նախագահ Իլհամ Ալիև ցերնարգած է շարք կարևոր քայլերու, որոնց մեջ կարելի է նշել. Առաջին հիմնել եւ ֆինանսավորել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնք անունով գազագերբությունը։ Երկրորդ, բնտել որ Հայաստան այսպես կոչված 300,000 ադրբեջանցիներով վերադարձին համաձայնել է այլընտրանք չունի։ Երրորդ, հարաճ մղել բնագեցումի ծրագիր Ադրբեջան այցելող օդար պաշտոնատարներու դեսակցություններ գազագերբելով Արևմտյան Ադրբեջանի համայնքի խորհրդին հետ։ Չորրորդ, աշխարհի զանազան երկիրներուն մեջ, որոնց մեջ կարելի է նշել նաև Միացյալ Նահանգներու կոնգրեսին մեջ համաժողովներ գազագերբել։ Այդուհանդերձ հայության մեծ մասը դեղյակ չէ, որ Ալիև ավելի մեծ աշխատանք ևս կատարած է։ Ան մագի անդամ բոլոր պետություններու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի երկու թիմում ներկայացուցած է։ Առաջինը 17 հունվար 2023-ին 3 էջով, երկրորդը 14 մարտ 2023-ին 9 էջով, որբեսի միջազգային հանրության աջակցությունը ապահովի։ 17 հունվարի թիմումի մեջ Ադրբեջան մագի անվտանգության խորհրդին թիմած է ջնշում կորզատրելու Հայաստանի կառավարության վրա, որբեսի Հայաստան ադրբեջանցիներու անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը ապահովե եւ վերադարձեն յետք անոնց հավաքական եւ անհատական իրավունքները երաշխավորե։ Կրության շարունակման մեջ Հարութ Սասունյան նշած է. Իր թիմումի մեջ Ադրբեջան Հայաստանը մեղադրեց բռնություններու, գոտորածներու եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցանքներու, ինչպես նաև մարդու իրավունքներու խախտումներու համար, բնտելով որ այս գործընթացը բռնի եւ դաժան բնույթ ունեցած է 1905, 6, 1918-1921, 1948-1953 եւ 1988-1991 թվականներուն։ Ադրբեջան ինչպես կրնա Հայաստանը մեղադրել 1905-6-ին Ադրբեջանի թեմ բռնություններ կորզատրելու հանցանքով, երբ այդ ադեն Հայաստանի Հանրապետությունը գոյություն չուներ։ Մնացյալ թվականները եւս գեղձբնդումներու վրա հիմնված են, որովհետեւ Ադրբեջան Հայաստանը կմեղադրե այն վայրակություններուն համար, որոնք կատարված են ադրբեջանցիներու կողմէ Բաքուի, Նախիջևանի, Սումգայիթի եւ Արցախի մեջ։ 1988-1991 թվականներուն խորհրդային Հայաստանի մեջ բնակող ադրբեջանցիները իրենց դուներն ու ունեցածները ձախելով գամավոր գերբով լքած են երկիրը։ Ադրբեջան իր թիմումի մեջ Հայաստանը կմեղադրե մզգիթներ եւ գերեզմանատուներ քանդելու համար։ Ադրբեջան ինք Նախիջևանի մեջ ոչնչացած է հազարավոր հին խաչքարեր, եկեղեցիներ եւ հայկական այլ հուշարձաններ, ինչպես նաեւ Արցախի մեջ գրոնական եւ մշակութային դասնյակ հուշարձաններ։ Սակայն Ադրբեջանի կառավարության թշնամական Արևմտյան Ադրբեջանի օրագարկը քննադատելու փոխարեն Փաշինյան գահայտարարե, որ հայկական ինտիմությունը Ալիևին տրտած է Հայաստանի մեջ Ադրբեջանի վերապնագեցումի հարցը բարձրացնելու հայ դեղահանվածներու Արցախի վերադարձի իրավունքին մասին խոսելով։ Փաշինյան գսխալի, որովհետև Ադրբեջան մագին ուղված թիմումի մեջ հաստատած է, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը ստեղծված է 1989-ին իբրև ադրբեջանցի քաղաքականներու ընկերություն։ Իր քրության վերջավորության Հարութ Սասունյան հաստատած է, որ 300,000 ադրբեջանցիներու Հայաստան դեղափոխումը Հայաստանի համար ամբողջական աղետ կլա, որովհետև առաջին ադրբեջանցիներու եւ դեղացի հայերու միջև աննշան միջադեպը գրնա արիտ դառնալ, որ Ադրբեջան իր ժողովուրդը պաշտպանելու բادرբագով Հայաստան զորք մտցնե։ Մագին ուղված թիմումի մեջ նշված է, որ ադրբեջանական համայնքը չի վստահ Հայաստանի պետության անվտանգության հարցերու մեջ։ Երկրորդ, մագին հղած թիմումի մեջ Ադրբեջան նշած է, որ Հայաստանի մեջ հաստատվել է յետք անոնք պետք է ունենան հավասար իրավունքներ, որոնք արիտ կուտան մայրենի լեզվով գրթություն ստանալ եւ ադրբեջաներենը կառավարության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններուն մեջ օգտագործել։ Անոնք սեփական դպրոցներ, մզգիթներ, համայնքային կենտրոններ եւ ոստիկանական ուժեր կբահանջեն։ Փաստաթուղթին մեջ նաև նշված է, որ ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան դեղական անվտանգության ուժեր ձևավորելու եւ համապատասխան դատարաններու մեջ պաշտոններ ստանցնելու։ Երրորդ, բնագեցված ադրբեջանցիները կվերարգելու իրավունք եւ Հայաստանի խորհրդարանին մեջ սեփական պատգամավորներ ընտրելու իրավունք ունենան, որուն համար անոնց շահերը պաշտպանող օրենքներ ընդունին։
4. Հայոց պատմության տասակիրքերը փոխվին այնպես որ Արցախի պատմության եւ քրիստոնեության նյութերուն մեջ չվիրավորեն Ադրբեջանցի աշակերտներու զգացումները։ 5. Մագի թիմումի մեջ բանջված է որ Հայաստան ադրբեջանցիներուն պատկանող քույկն ու համայնքային հողերը վերադարձնե եւ անոնց օգտագործման համար բաժարած վնասներն ու գորուստները հադուցե։ 6. Հայաստան ադրբեջանցիներու հանդեպ ադելություն եւ խտրականություն սերմանելու քաղաքականությունը դադրեցնե եւ ադրբեջանցիներու դեմ հանցանք կատարած անձերը արտարադատության հանցնե, անհաբախ դադրեցնե անոնց փարապանումը, կանտեր ազգական քաղաքական կորզիչներու եւ ահապեգիչներու հուշարձանները, ինչպես նաեւ չեղյալ հայդարարե դեղանուններու փոփոխությունները։ Զարմանալի չէ, եթե Ալիև հարաճիգային խաղաղության պայմանակիրի ստորագրության իր նախապայմաններուն երկար ցանկը համալրել է նաև 300,000 ադրբեջանցիներու վերադարձի հարցով։ Գրած է Հարութ Սասունյան։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայնի եթերով և դիմադետրի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնավարտավար Նատալին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։